Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունները 1991 թվականի դեկտեմբերի 25-ին են հաստատվել։ Հայաստանի դեսպանությունը Կիևում 1993 թվականին է բացվել, իսկ Ուկրաինայի դեսպանությունը Երևանում 1996 թվականին։ Հայ-ուկրաինական բարեկամության պատմության հետքերով Հայաստանում Ուկրաինայի գործերի հավատարմատար Վալերի Լոբաչի հետ հանդիպման են պատրաստվում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ։ Ուրախ եմ ձեզ ողջունել Ուկրաինայի տարածքում։ Ինչպես եք գնահատում հայ-ուկրաինական հարաբերությունները։ Հայերը վաղ ժամանակներից բնակվել են Ուկրաինայի տարածքում։ Ես համոզված եմ, որ նրանք իրենց լավ են զգում մեր երկրում։ Դրա ապացույցն են Ուկրաինայում կառուցված բազմաթիվ հայկական եկեղեցիներն ու մեր հարաբերությունների շարունակական զարգացումը։ Այսօր մեր երկրների եւ ժողովուրդների միջև բարեկամությունը շարունակվում է։ Մենք ընդհանուր շատ բան ունենք։ Ունենք նաև ավանդույթներ եւ արժեքներ, ինչպես օրինակ արժանապատվությունը, ժողովրդավարությունը եւ խաղաղությունը։ Եվ ես շատ կցանկանայի, որ մեր հետագա փոխգործակցությունը շարունակվի հենվելով այդ ընդհանուր արժեքների վրա։ Հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունները 3 տասնամյակի, իսկ Հայաստանում ուկրաինական համայնքի ձևավորումը ավելի երկարամյա պատմություն ունի։ Հայաստանում արդյունաբերության զարգացման հանգամանքով պայմանավորված ԽՍՀՄ տարբեր հանրապետություններից շատ ուկրաինացիներ, գիտնականներ, բանվորներ, ինժեներներ վերաբնակվեցին Հայաստանում։ Այսօր ուկրաինացիները ցրված են Հայաստանով։ Նրանց 85%-ը քաղաքաբնակ են։ Համայնքում գործում է կիրակնօրյա դպրոց, Երևանում եւ Վանաձորում ազգային երգը ներկայացնող երգչախմբեր են գործում։ Պետական աջակցությամբ տպագրվում է Դնիպրո Սլավուտիչ պարբերականը։ Մեծարգո պարոն Լոբաչ, ձեր դիվանագիտական հարուստ ճանապարհը ձեզ աշխարհի տարբեր ծայրեր է տարել եւ 2023 թվականից էլ ձեր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում եք իրականացնում։ Դիվանագիտական ճանապարհը դա աշխատանք է, կոչում, թե կենսակերպ։ Для кожного дипломата, як і в нашій Դիվանագետի համար, ինչպես մեր երկրում, այնպես էլ թերևս ամբողջ աշխարհում, պատիվ է աշխատել այլ երկրում, ծանոթանալ տվյալ երկրի մշակույթին, ավանդույթներին, լեզվին, նաև քաղաքական, տնտեսական, մշակութային եւ մարդասիրական կապեր հաստատել մեր երկրների եւ ազգերի միջև։ Ես, որպես դիվանագետ, արտգործնախարարության որոշման համաձայն գործուղվեցի այս հրաշալի երկիր, իբրև Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան ժամանակավոր հավատարմատար մեր երկրների միջև կապն էլ ավելի ամրացնելու։ Պատվով եմ կատարում այս առաքելությունը Հայաստանում եւ կանեմ այն ամենն, ինչ կախված է ինձնից եւ իմ թիմից, որ մեր երկրների միջև կապերը լինեն ավելի ամուր, զարգացած եւ փոխշահավետ։ Վալերի Լոբաչ ծնվել է 1969 թվականի հոկտեմբերի 23-ին Լվովի մարզի Սամբորսկի շրջանի Ռուդկի քաղաքում։ Դիվանագիտության ոլորտում իր գործունեությունը 2003-ից է սկսել։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության դեպարտամենտի վերլուծության եւ պլանավորման բաժնից։ 2011-ից 2016 թվականներին Չեխիայում Ուկրաինայի դեսպանության հյուպատոսական հարցերով առաջին քարտուղարն է եղել։ 2016-ից 2017 թվականներին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության դեպարտամենտի հյուպատոսական գործունեության վարչության պետը։ 2022-ից 2023 թվականները Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի դեպարտամենտի հատուկ հանձնարարություններով դեսպանն է եղել։ 2023-ից Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարն է։ Ինչն է ձեզ ամենից շատ գրավում հայկական մշակույթում։ Мене дуже приваблюють ваші Ձեր մշակույթն ինձ շատ հոգեհարազատ է։ Երբեմն այցելում եմ Կոմիտասի փողոցում գտնվող եկեղեցին, որտեղ ես աղոթում եմ, նաև ուսումնասիրում մարդկանց։ Ինձ դուր է գալիս, որ հայերը կրոնասեր են։ Ես սիրում եմ հայկական երաժշտությունը, հավանում հայ նկարիչների գործերը եւ այն, թե ինչպես եք пахпаնում ձեր մշակույթը։ Էջմիածնի տաճարը եւ Գեղարդի վանքը հրաշալի վայրեր են։ Ես իսկապես շատ հարմարավետ եւ անվտանգ եմ ինձ զգում այստեղ։ Я почуваю себе тут дуже комфортно і безпечно.
Գեղեցիկ է։ Պարոն Լոբաչ, կներկայացնեք Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան գործունեությունը։ Основна наша діяльність – це налагодження. Մեր հիմնական գործը Հայաստանի տարածքում Ուկրաինան ներկայացնելն է, ինչպես նաև երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային եւ մարդասիրական սերտ կապերի ստեղծումը, այդ թվում նաև անձնական շփումների միջոցով։ Կազմակերպում ենք Ուկրաինայի պաշտոնական պատվիրակությունների այցերը Հայաստան, մեր փոխհարաբերությունների զարգացման եւ վիճակի մասին նյութեր նախապատրաստում Ուկրաինայի գործադիր իշխանության կենտրոնական մարմինների, ինչպես նաև արտգործնախարարության համար։ Սա հյուրընկալող երկրի տարածքում ցանկացած դիվանագիտական կառույցի գործունեության հիմքերի հիմքն է։ Պարոն Լոբաչ, ուկրաինացիները Հայաստանում իրենց ազգային մշակույթը պահպանելու բոլոր հնարավորություններն ունեն, ինչպես է Ուկրաինայի դեսպանատունը Հայաստանում համագործակցում ուկրաինական համայնքի հետ, ինչ տոներ եք նշում, ինչ նշանակալի օրեր եք ունենում միասին։ Я хочу ще раз підтвердити. Ցանկանում եմ նշել, որ ինչպես Ուկրաինան է վերաբերվում հայ համայնքին Ուկրաինայում, նույն վերաբերմունքին է արժանանում ուկրաինական համայնքը Հայաստանում։ Դեսպանությունը բավականին ակտիվ մասնակցում է այդ գործընթացի կազմակերպմանն ու Հայաստանի տարածքում ուկրաինական համայնքների հետ փոխգործակցությանը։ Վերջերս մենք համակարգող հանդիպում անցկացրեցինք մեր ուկրաինական 4 համայնքների հետ։ Անցյալ տարի համատեղ ստեղծեցինք եւս մի կազմակերպություն։ Դրանք երկուսն էին, տարեվերջին դարձան 3-ը։ Իսկ այս տարի գրանցվեց հաջորդ կազմակերպությունը Ուկրաինական տունը Հայաստանում։ Բոլորն էլ ակտիվորեն համագործակցում են դեսպանատան հետ։ Ուզում եմ թվարկել դրանք։ Մեկը Ուկրաինա ֆեդերացիան է, ուկրաինացիները Հայաստանում կազմակերպությունը, Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնը Սևանում եւ ուկրաինական տունը Հայաստանում։ Մեր կոորդինացիոն ժողովին պայմանավորվեցինք, որ այս բոլոր կազմակերպությունները համատեղ միջոցառումներ կկազմակերպեն, այլ ոչ թե առանձին։ 2019 թվականին Երևանի Օղակաձև զբոսայգում բացվեց նշանավոր ուկրաինացու բանաստեղծ Տարաս Շևչենկոյի հուշարձանը՝ ի նշան հայ եւ ուկրաինացի ժողովուրդների բարեկամության։ Արձանի բացման օրից այն Հայաստանի ուկրաինական համայնքի հանդիպման գլխավոր վայրն է դարձել։ Մեծանուն ուկրաինացու ծննդյան օրը համայնքի անդամների համար հավաքվելու առիթ։ Դուք էլ արդեն հնարավորություն եք ունեցել մասնակցելու մի քանի միջոցառումների։ Օրինակ Շևչենկոյի Հոբելյանին նվիրված միջոցառմանը, ինչպես նաև Վիշիվանկայի միջազգային օրվան նվիրված Վիշիվանկաներով երթին։ Մեր երթն սկսվեց օպերայի շենքի մոտից, հասանք մինչև Շևչենկոյին նվիրված հուշարձան։ Այնտեղ բոլոր ցանկացողները երգեցին, ասմունքեցին, իդեպ հայկական դուդուկով Ուկրաինայի օրհներգը հնչեց։ Շատ հետաքրքիր էր եւ այս ամենը լավ արձագանք ստացավ Հայաստանում, ինչը մեզ շատ հաճելի է։ 2006 թվականից մայիսի 3-րդ հինգշաբթին Ուկրաինայում Վիշիվանկայի ազգային ամենամյա տոնն է նշվում։ Սլավոնների մոտ ասեղնագործության ավանդույթը բազմադարյա պատմություն ունի։ Վիշիվանկան սլավոնական ավանդական զգեստն է տարազը, որը տարատեսակ ասեղնագործ նախշազարդերով է պատված։ Հայաստանում ուկրաինական համայնքը պահպանում է ազգային տոնն իր բոլոր առանձնահատկություններով։ Я не можу сказати це про всіх. Ես չեմ կարող բոլոր տղամարդկանց անունից խոսել, բայց Ուկրաինայում կան ասեղնագործող տղամարդիկ, որոնք մանկությունից սովորել են ասեղնագործել։ Ամենատարածվածը եւ ավանդականը խաչաձև ասեղնագործությունն է։ Մանկության տարիներից մայրս ինձ սովորեցրել էր ասեղնագործել։ Ես անգամ մի փոքրիկ թաշկինակ ասեղնագործեցի։ Իմ մայրն ու տատիկը շատ լավ էին ասեղնագործում։ Մեր տանը պահպանվել են նմանատիպ իրեր, այնպես որ հիմնականում ասեղնագործում են կանայք։ Դա շատ բարի տոն է, որը որ համախմբում է ամբողջ Ուկրաինություն, ամբողջ աշխարհի։ Դա համաշխարհային ակցիա է եւ բոլոր երկրներում հավաքվել են ուկրաինացիները, որոնք սրտով իրանց հայրենիքի հետ են, սակայն տարբեր կյանքի առումով գտնվում են ուրիշ երկրներում, ինչպես նաև եւ Հայաստանում ապրող ուկրաինացիները։ Այդ օրը կա, կոնկրետ օրը ամբողջ աշխարհում, եւ մենք պայմանավորվել ենք, որ դեսպանատուն եւ համայնքները, ուկրաինական համայնքը մասնակցեն միասին, որտեղ միասին դա համախմբում է մարդկանց։
Այս տոնը սկսվել է Ուկրաինայի Չեռնավցի քաղաքից, ուսանողները 2006 թվականին կազմակերպել էին այս միջոցառումը եւ հիմա ամբողջ աշխարհում տարածվել է այս վիշիվանկայի 2006 թվականին։ Սա ցույց է տալիս միասնությունը ուկրաինացիների, որտեղ լինեն, որ երկրում լինեն, եւ ոչ միայն ուկրաինացիների, այլ նաեւ Ուկրաինայի քաղաքացիների, ովքեր կապ ունեն Ուկրաինայի հետ, ովքեր սովորել են, ապրել են կամ ապրում են Ուկրաինայում։ Այդ օրն է այսօր եւ գեղեցիկ նշեցին։ Գիտեք, ես կարծում եմ, որ այսպիսի միջոցառումները շատ կարեւոր են, որովհետեւ Հայաստանում կան ուկրաինացիներ, ովքեր վաղուց են դուրս եկել, ովքեր նոր են դուրս եկել Ուկրաինայից, ասենք 1-2 տարի առաջ, մարդիկ ամուսնացել են, եկել են Հայաստան, կարոտում են իրենց հայրենիքին եւ այսպիսի միջոցառումները ոնց որ համախմբում է, տեսնվում են, զրուցում են, այսպիսի միջոցառումներ նաև կազմակերպում է Հայաստանը Ուկրաինայում, մեր հայ համայնքն է կազմակերպում այնտեղ եւ բոլոր մարզերում մենք ունենք շատ լուրջ համայնքներ ունենք հայկական, որտեղ նույնպես կազմակերպվում է բոլոր հայկական մեր տոները։ Вишиванка – це наш символ, це наш код і кожен… Վիշիվանկան պարզ հագուստ չէ, դա ազգի կոդն է, տոհմի խորհրդանիշը, պաշտպանության եւ ուժի նշանը։ Յուրաքանչյուր բաղադրիչ եւ գույն ունի իր նշանակությունը։ Կարմիրը սեր, էներգիա, կյանք։ Սևը երկրի հարստությունն ու բերիությունն է, ընտանիքի արգասավորությունը։ Կապույտը ներդաշնակություն, երազանք, մտքի խաղաղություն։ Ոսկին լույս, բարեկեցություն, ուժ։ Խաչերը, աստղերը, ծաղիկները հմայիլներ, որոնք պաշտպանում են չարից։ Հատուկ նշանակություն ունի նախշի տեղը, կրծքավանդակի վրա թալիսման սրտի եւ հոգու համար, թևքերի վրա պաշտպանություն, գործունեություն, եզրերին կապ արմատների, երկրի, սեռի հետ։ Ուկրաինայից հեռու արժե ասեղնագործել, մի պահ քեզ տանն ես զգում։ Պարոն Լոբաչ, Հայաստանում պաշտոնավարման տարիներին ավելի շատ հայկական խոհանոցից եք օգտվում, թե ազգային ուկրաինական։ Насправді я вражений вашою кухнею вірменською. Հայկական խոհանոցն իսկական գանձ է։ Ինձ շատ է դուր գալիս խորովածը, յուրահատուկ է, համեղ եւ հյութալի։ Սիրում եմ նաեւ տոլմա, նուրբ մսի եւ խաղողի տերևի համադրությունն ուղղակի անգերազանցելի է։ Եվ իհարկե լավաշը։ Առանց դրա ոչինչ չեմ ուտում։ Իսկ աղանդերի համար միշտ գաթա եմ ընտրում։ Դա ցանկացած հացկերույթի կատարյալ ավարտն է։ Հայկական խոհանոցն ապշեցնում է իր պարզությամբ եւ միաժամանակ համային խորությամբ։ А зараз я вас Իսկ հիմա ես ցանկանում եմ ձեզ հյուրասիրել ուկրաինական ավանդական վարենիքներ։ Սիրով։ Це є вареники. Вареники Կան բալով քաղցր եւ պանրով վարենիքներ։ із вишнями. Շնորհակալ եմ, ես իրականում շատ եմ սիրում վարենիքներ, մեծ սիրով կփորձեմ։ Իսկ ձեր նախընտրելին ո՞րն է։ Ես բալովն եմ նախընտրում։ Բալով եք սիրում փաստը։ Ці вареники приготувала наша співробітниця. Այս վարենիքները պատրաստել է մեր գործընկերոջ կինը։ Պարոն Լոբաչ, իսկ Հայաստանում ում հետ եք ապրում, կպատմեք մի քիչ ձեր ընտանիքի մասին։ Мені трошки важко тут, тому що я зараз знаходжуся без родини. Ինձ համար դժվար է այստեղ, քանի որ դեռևս ինձ հետ չէ ընտանիքս։ Նրանք այժմ Չեխիայում են ապրում։ 2011-ից 16 թվականներին Չեխիայում իմ երկարաժամկետ գործուղման ավարտից հետո ընտանիքս մնաց այնտեղ, քանի որ երեխաս դեռ դպրոց էր գնում, իսկ կինս աշխատում էր։ Նրանք մնացին այնտեղ, որպեսզի աղջիկս ավարտի դպրոցը։ Հետո նրանք պետք է տեղափոխվեին Կիև, բայց կորոնավիրուսի ապա պատերազմի պատճառով չտեղափոխվեցին։ Երբ ես արդեն Հայաստանում էի, երեխաս ընդունվեց գիմնազիա եւ մնաց այնտեղ։ Հուսով եմ, որ ամենամոտ ժամանակներում, երբ աղջիկս ավարտի գիմնազիան, կինս արդեն ինձ մոտ կտեղափոխվի։ Տխրում եմ առանց ընտանիքիս, բայց մենք մշտապես շփվում ենք տեսազանգերով։
Արձակուրդի ժամանակ աշխատում եմ նրանց մոտ գնալ։ Այժմ ժամանակից մեծ մասը տրամադրում եմ աշխատանքիս։ Більшість свого часу віддаю роботі. Պարոն Լուբաջ, ես անհամբեր եմ փորձել։ Սկսենք։ Будь ласка. Շնորհակալ եմ։ Իսկ ինչ կասեք հայկական կոնյակի մասին, սիրում եք։ Ваш коньяк, він є вашою традицією. Ձեր կոնյակը ձեր ավանդույթի մասն է։ Այն ճանաչված է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Հայկական կոնյակը պարզապես խմիչք չէ, այն ձեր մշակույթի մի մասն է, հյուրընկալության եւ վարպետության խորհրդանիշ է։ Ինձ բախտ է վիճակվել համտեսել մի քանի տեսակներ եւ ամեն անգամ դա մի իսկական համային փորձառություն էր։ Հարուստ համ է ջերմացնող, մրգային եւ կաղնեփայտի ներփերանգներով։ Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ այն վայելել այստեղ, Հայաստանում, այն վայրում, որտեղ այն ստեղծվում է։ Ձեր ժողովուրդն իսկապես կարող է հպարտանալ ձեր կոնյակով։ Ուկրաինայում Հայաստանի մասին գիտեն նաև կոնյակի շնորհիվ։ Սա կարելի է ասել ձեր այցեքարտն է։ Це ваша візитівка, можна сказати. Շատ շնորհակալ եմ հյուրասիրության համար, իսկապես շատ համեղ էր, նման համեղ վարինիկներ ես չէի փորձել Հայաստանում։ Мені дуже приємно, що Ինձ իսկապես շատ հաճելի է, որ ձեզ դուր եկավ։ Կրկին համեցեք մեզ մոտ փորձելու ուկրաինական ազգային ուտեստներ։ перш за все це розвиток економічних зв'язків, це економіка. Я дещо ознайомився із вашим Հայ-ուկրաինական գործընկերության խորացման հնարավորությունները տարբեր ոլորտներում եմ տեսնում։ Առաջինը տնտեսություն, տնտեսական կապերի զարգացում։ Ես մի փոքր ծանոթացել եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ձեր ձեռքբերումներին եւ կարծում եմ, որ փոխադարձ նախագծերի մեծ հեռանկար կա IT ոլորտում։ Քանի որ Ուկրաինան զգալի հաջողության է հասել IT ոլորտում, հայկական եւ ուկրաինական IT ընկերությունների փոխգործակցությունը կամ համատեղ նախագծերի զարգացումը շատ հեռանկարային կլիներ այսօր։ Երկրորդ՝ զբոսաշրջությունը։ Մեր երկրները կարող են փորձի փոխանակում կատարել եւ հանրահրճակել համատեղ զբոսաշրջային երթուղիներ։ Երրորդ՝ մշակույթ եւ կրթություն։ Ուսանողների, արվեստագետների փոխայցեր, համատեղ փառատոներ։ Եվ իհարկե հումանիտար ոլորտը։ Մենք կարող ենք միասին աշխատել խաղաղության պահպանման եւ հակամարտություններից տուժածներին աջակցելու ուղղությամբ։ Շատ երկրներ շատ բան դեռ ունեն սովորելու ձեր երկրից։ Ինձ շատ է դուր գալիս ձեր երկրում անվտանգության մակարդակը։ Ինձ թվում է հանցագործությունների քանակն այստեղ ամենացածր մակարդակի վրա է։ Ես տեսել եմ, որ երբեմն ավտոմեքենաների դռները չեն փակում կամ պատուհանները բաց թողած տուն են մտնում։ Ես այստեղ ոչ մի կռիվ չեմ տեսել, ոչ էլ խմած մարդ։ Ծերանոցներն ու մանկատներն էլ այդքան շատ չեն։ Այլ երկրներում հակառակն է։ Պարոն Լոբաչ, իրականում հայ եւ ուկրաինացի ժողովուրդների բարեկամությունը ինձ համար անձնական նշանակություն ունի, քանի որ ես էլ ուկրաինական արմատներ ունեմ։ Իմ մեծ պապը հայրենական պատերազմի ժամանակ վիրավորվելով հայտնվում է Հարավային Կովկասում եւ նա ուկրաինացի էր եւ հետագայում հաստատվում է այստեղ Հայաստանում եւ ես շատ շնորհակալ եմ այսօրվա մեր հանդիպման համար, որովհետեւ մի փոքր էլ ավելի մոտեցա իմ ուկրաինական արմատներին։ Շատ շնորհակալ եմ։ Дуже дякую. Շնորհակալություն։ Պատմական փաստերը վկայում են այն մասին, որ հայերն Ուկրաինայում եւ ուկրաինացիները Հայաստանում հայտնվել են տարբեր իրադարձությունների եւ սոցիալական հանգամանքների արդյունքում։ Բայց երկու երկրներում էլ մեր ժողովուրդները հարգանքով են միմյանց վերաբերվում։ Դիվանագիտական գործունեության առաքելությունն էլ մեկն է՝ անձնվեր ծառայություն հայ-ուկրաինական բարեկամությանը։